Ոչ մի մերժեցին մեր միջնորդությունը նորից մերժեցին մեզ, որ ճիշտ օրենք են գրել շատ մեր ներկայացուցիչին շնորհակալություն հայտնենք, որ պատգամավորների հետ նստած ինքը փայլեց, թե իր ուտելիքներով, թե իր մանկության ձևով, իր ակարդակի չկար ոչ մեկ, երկրորդն էլ մենք ինչ եք ուզում լսեք, ուզում եք Ձեր հաջորդ քայլը ո՞րն է լինելու։ Ես ասում եմ, չէ, մենք նախորդ չենք որոշում, ընթաց քննացույց տալիս։ Մենք չենք հանձնվելու, բայց իմ ամբողջ գործընկերներն ասում են մի տարիա կդիմանանք, հետո չենք ընտրի իրանց, վերջ։ Կպրծնենք, ձայնը կտանք դրան, ով որ կլուծի այս հարցը։ Իսկ ձեր հարցը իսկապես կլուծվի, եթե հիմա այդ օրենքը ընդունեն, հաստատեն, բա այդ օրենքը ընդունված հաստատված է, ուղղակի պիտի վերանայի, ինչ վերանայեցի։ Չեմ կհաստանանք, ոչ ժողովրդի մասին չի մտածում։ Ասում են գնացեք ապրեք այնքան մինչև մեռնեք եւ վերջ։ Այդ երկիրը ձեզ պետք չի։ Դուք կառուցել եք, բայց մենք պետք է տանենք ձեզանից։ Բայց ում տանենք։ Թուրքերին, Ադրբեջանին ոչ։ Հայը պետք է իր հողում ապրի, հողում, որ իր երկիրը ծաղկի եւ Ցիգան չդառնա, որ ամեն տեղից տշեն ասեն, պաշոլ դու ցիգան ես։ Երկիրը մեր պետք է պահենք, ոչ թե երկիրը ծախենք Ադրբեջան կամ Թուրքիա։ Ադրբեջանն ու Թուրքիան լավ հարստացել են արդեն։ Երիկա մեր կաշին քերթել։ Այդ է պետք որ մարդիկ մտածեն, ժողովուրդը աշխատի, մի կտոր հացի փող։ Всё, ուրիշ ոչինչ չեն ուզում։ Իրանք ոչինչ չեն տվել, ոչ տուն են տվել մեզ, ոչ հարստություն, ոչ փող, ոչ կալված, ոչ մեքենա։ Իրանք են հարստացել։ Մենք մեր եղածը, որ ժամանակին մեր պապերը, մայրերը, հայրերը, իմ հայրս կառուցող է եղել ամբողջ Հայաստան։ Շինարար մարդ է եղել։ Կառուցեց ով է գնացել, մի հատ տուն են տվել, ասում է տուրնձի, ինչի տամ։ Իմ ծնողս տանջվել է, ինձ տվել է այդ տունը, իր տանջանք, իր գումարը գնացել արդեղ, բայց հիմա էլ չի իր տունը տա։ Տվել է, որ իր երեխեն ապրել, լյուբոյնն էլ մեկ ձև է։ Ծնողը տանջվել է, իր երեխի համար ստեղծել է, իրանք ոչինչ չտալով ուզում են մեր տներն է տան։ Հա, 6 տարի առաջ եք էիր ասում։ Հա, ինչի պտի տամ ես իմ ծնողս թողած, իմ ծնողս տանջվել է, ծառայող է եղել, 40 տարի աշխատել է, մեկ տուն է ստացել, ես այդ ամենից ապրում եմ, խի տամ։ Կողմեն մարդիկ մի կտոր հաց ուտեն, վերջ, այս լյուբոյը ստեղ մի կտոր հացի համար է նստած, ուրիշ ոչ մի բանի համար, կոմունիզմը քարոզում էին, կոմունիզմը ինչ էր անում, մի ամիս արտակուր տալիս է, 13 աշխատավարձ տալիս է, ուջովքեն տալիս է, իմ մամաս համքի աշխատող է եղել, համքում է աշխատել, ամբողջ իր բանվոր դասակարգը գնացել է հանգստանալու։ Ես այսեն ամեն այո, ճամբարը տարել է իմ մամաս իր հաշվապահ լինելով, երեխաներին տարել է ճամբար, տեղավորել է, 15 օրը մեկ գնացել է ստուգման, եկել է, որ այդ երեխեքը հապաղով ապրեն, միս ուտեն, կարակ ուտեն, իրան ժամին ու պարապեն, զբաղեն։ Բուժում է եղել է անվճար, եղել է։ Ես բուժվել եմ անվճար, բուժվել եմ, ապրել եմ։ Հայրս մահացել է, մայրս ապայել եմ, երեխա, բայց ապրել եմ։ Սովորել եմ, կրթվել եմ, ամեն ինչներ ունեցել եմ մեր չափով։ Սովետի ժամանակ, ուրեմն ես ասել եմ։ Սրանք ինչ արեն, ամբողջ սովետը դրին քանի։